Տիկին Մելոյան, մինչև ժամը 21:00 կշարունակենք, այսինքն 1 ժամ հիմա հարց տալու հնարավորություն կնակ, հետո կես ժամը արդեն ընդմիջումից հետո։ Բարձր դատարան, խնդրում եմ ես հարցերս կտեսակավորեմ, որոշ հարցադրումներ կան, որոնք առնչելի են մի քանի պետական մարմինների, եւ հետեւապես սկսեմ առաջին հերթին տեխնիկական բնույթի խախտումներից, որոնք իրենց տարածականությամբ էական ազդեցություն կարող են թողնել ընտրության արդյունքների վրա։ Առաջին հարցադրումս կարծում եմ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովին է վերաբերում։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինչպես ներկայացվեց իրենց կողմից Հայաստանի Հանրապետությունում առկա 2005 տեղամասային կենտրոններ, որոնցից մինչև ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 300 ընտրող ունեցող տեղամասային կենտրոններում տեսախցիկներ չեն տեղադրվում։ Սակայն ըստ էության մենք որոշակի հաշվարկ ենք իրականացրել հենց տեսահսկողական սարքերը ուսումնասիրելով, մոտ խոսքը գնում է 236 տեղամասային կենտրոնների մասին։ Այստեղ շատ ուշագրավ հանգամանք կա, որ այս ընտրատեղամասերը համապետական բաշխվածություն չունեն, պայմանական 34 ընտրատարածքում 75 ընտրատեղամասերից 26-ը չեն տեսահսկվել։ 35 ընտրատեղամասում 76 ընտրատեղամասից 39 չեն տեսահսկվել։ 30 ընտրատեղամասում 34 ընտրատեղամաս չեն տեսավերահսկվել։ 24 ընտրատարածքում կներեք թվարկեմ ինչու, որովհետև կարծում եմ սրանք փաստական հանգամանքներ են եւ Տիկին Մելոյան, ներողություն եմ խնդրում։ Մենք հիմա հարց ու պատասխան Հասկանում եմ, հիմա հարցն եմ ուղղել։ Խնդրում եմ մինչև վերջ լսեք, հետո արձագանքեք, եթե կարելի է։ Հա, իհարկե, կներեք։ Ուսամենակ ձեզ չի վերաբերվում, բոլոր կողմերին է վերաբերվում։ Նախ, շատ ավելի ճիշտ կլինի ասեք, այս պահին այդ հարցը ում եք Հարցի սկզբանե ասացի, կենտրոնական ընտրական հանձնաժողովին է վերագրվում։ Ասացիք մի շարք պետական մարմիններ։ Չէ, հետո նշեցի, այս հարցը կոնկրետ վերաբերում է կենտրոնական Եվ աշխատեք, որ հարցը վերջին հաշվով ունենա ինչ-որ հարցական նշան։ Ինձ մոտ տպավորություն ստացվեց, որ դուք այս պահին բացատրություն եք տալիս։ Բարի պարոն Խունդկարյան, հարցը, որպեսզի հարցական նշան ունենա, նախահիմքը պետք է ներկայացնեի, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բացատրելի լիներ։ Հիմա որ խոսքը համապարփակ կերպով 10 ընտրատարածքի մասին է, հարցադրումս հետևյալն է։ Ընդհանուր առումով ընտրության մասնակիցների, ոչ թե ընտրական իրավունք ունեցողների, մասնակցել է այս չտեսահսկվող ընտրատարածքներում շուրջ 25800 ընտրող։ Արդյոք, ինչպես պարոն Հովակիմյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն նշեց, սա էական ազդեցություն չունի վերահսկելիության տեսանկյունից, որովհետև հենց այս նույն ընտրատարածքներում եւ տեղամասերում բավականին մեծաքանակ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել եւ արդյոք առավել եւս երբ մեկ ձայնը մեկ վեն էական ազդեցություն ունի ընտրության արդյունքների վրա, իրենք այդ տեսանկյունից վերահսկելիությունը ապահովել են, որովհետև որոշ ընտրատեղամասերում մասնակցելիությունը ու նախնական մասնակիցների հնարավոր թվի անհամընկնում կա։ Կխնդրեմ արձագանքեք, պարոն Հովակիմյան, կամ տիկին Հովհաննիսյան, ինչպես կլինի։ Ուղիղ հարց է։ Տիկին Մելոյան, ուրեմն մենք վերլուծություն ունենք, բայց ես կարծում եմ, որ դա բավականին ժամանակատար կլինի, շատ կարճ դրվագ եմ ուզում ներկայացնել եւ մեր խոսքում պատասխանող կողմը չներկայացրեց, որպեսզի դիմողները չասեն, այ ԿՀ-ն ասում է դե ապացուցեք, այն գործիքակազմերը, որ ես ներկայացրեցի, թե ինչքան գործիքակազմ կա, որ կարող են գործընթացում ներգրավված քաղաքական ուժերը վերահսկողություն իրականացնեն, տեսա հեռարձակումը դա միայն մեկն է եւ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը ընդամենը sense ասեմ, ոչ թե ուժեղ Հայաստանը, այլ ընդամենը կա 11 ընտրական տեղամաս, որ դիմումատուները բոլորը միասին չեն ունեցել վստահված անձեր։ Այդ բոլոր 11 ընտրական տեղամասերում ցանկը կարող եմ հիմա հնչեցնել
7-ի 17, 7-ի 20, 14-48, 14-53, 17-ի 9, 17-ի 27, 63, 17-ը նորից, 17-ի 66, 33, 22 տեղամաս, 35, 63 եւ 38, 7։ Այս տեղամասերում է, որ չեք ունեցել վստահված անձիկ եւ մնացած բոլոր տեղերում դուք ունեցել եք այդ վերահսկողական մյուս գործիքը վստահված անձանց միջոցով բարձրացնելու։ Այն հարցին, թե ինչու այդ 236 տեղամասերում հեռարձակում չի իրականացվել, մենք բազմիցս դրան պատասխանել ենք։ Շեմը, որ ընտրվել է հեռարձակում իրականացնելու համար, եղել է 300 եւ ավելի ընտրող ունեցող տեղամասերը։ Պատասխանը պարզ է, ես ինքս հնչեցրեցի, հասկանում ենք գիտակցությունը կա ինչու օրենսդրական հիմնավորում ունի։ Հարցադրումը հետեւյալը մեր կայանում, արդյոք չտեսահսկումը տվյալ ընտրատեղամասերի էական ազդեցություն չի ունեցել տվյալ ընտրատարածքում։ Հիմա հաջորդի հարցը դուք նշեցիք, հղում կատարեցիք մեր վստահված անձանց ինստիտուտի վրա։ Հարցս թե կենտրոնական դրական հանձնաժողովին է վերաբերում, թե իրավապահ մարմիններին, որովհետև ընտրության օրը հունիսի 7-ին եւ դրա նախաշեմին մեր ուժեղ Հայաստան դաշինքից բազմաթիվ անդամներ են ձերբակալվել եւ հենց ընտրության օրը մենք ունենք հատուկ կազմված նոթատետրերի նպատակներ փորձել 1 ժամ առաջ պրիզմայով վերահսկել մասնակցելիությունը։ Ես ինքս ժամը 10-ից մոտավորապես 30-ին իրազեկեցի, որ այսքան մասնակցելիություն ունենք ըստ մեր վստահված անձանց կողմից տրամադրված ցուցիչների։ Անմիջապես իմ հայտարարությունից հետո համապետական առումով սկսեցին մեր վստահված անձանցից խլել այդ նոթատետրերը հակաիրավական եղանակներով շատ դեպքերում։ Շատերը մեր վստահված անձանցից դիմել են իրավապահ մարմիններում տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Շատերի աշխատանքը ուղղակի կատվածահար է արվել, ես հիմա իմ հարցադրումն է, օրինակ այն դեպքերում, երբ մեր վստահված անձինք դիմում էին ներկայացրել ոստիկանությանը, ինչ ընթացք է տրվել, ու շատ դեպքերում ընտրատարածքայինների հետ էլ կապվելու արդյունքում կրկին կամ նոթատետրերը չեն վերադարձվել, կամ վստահված անձանց մասնակցելիությունն է խաթարվել։ Երկրորդ, նույն վստահված անձանց աշխատանքի հետ կապված շատ պարագայում այո, մեծամասամբ գրանցված են եղել վստահված անձինք, բայց արդյոք կա արձանագրում, որ մի շարք տեղամասային կենտրոններում աշխատանքի խոչընդոտման պատճառով վստահված անձինք ստիպված են եղել լքել տարածքը, ու այստեղ գալիս ենք մեկ այլ խնդրի, որի մասին նաև գործընկերներս եւս խոսեցին, մենք եւս բարձրաձայնել ենք քաղաքացիական պայմանագրի կողմից լիազորված հանձնաժողովի անդամների գործունեության վերաբերյալ խնդիր, որ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով հանձնաժողովի անդամը ունի կոնկրետ պարտականություն։ Նախընտրական քարոզչության իրականացման եւ կազմակերպման արգելք է ընտրական օրենսգրքով գործում եւ հարցադրումս, որպեսզի ամփոփվի։ Հարցադրումս հետեւյալն է. դուք ըստ էության մեր մի շարք հիմնավորումներին եւ ԶԼՄ-ներում արկա հիմնավորումների առայն, որ կոնկրետ անձինք, ովքեր հանձնաժողովի անդամ, այդ թվում հանձնաժողովի նախագահ են հանդիսանում, ու որոնց գործունեության արդյունքում էլ հենց մեր վստահված անձանց գործունեությունը շատ հաճախ խաթարվել է, իրենց լիազորությունները օրենքի տարին համապատասխան կամ չդադարեցրիք, կամ պատասխանատվություն վրա չհասավ խախտման արդյունքում։ Հիմա ունեք արձանագրումներ եւ արդյոք չեք գնահատում, որ թողնել հետ ընտրական գործընթացին գնահատական տալու հանձնաժողովի անդամների կամ նախագահների կողմից իրենց լիազորությունների չարաշահումը արդեն էական ազդեցություն է ընտրության օրը թողել ընտրական գործընթացի վրա, որովհետեւ թե քարոզչության ընթացքում, թե քվեարկության օրը ըստ էության քաղաքական հայացքներով պայմանավորված միջամտություններ են տեղի ունեցել։ Պարոն Տիկին Մելոյան, ներողություն, ճիշտն ասած, հիմա ինչ հարցը երկուսն է։ Նախ, ինչպիսի արձանագրումներ ունեք եւ ինչպիսի գործընթացներ են մեկնարկել վստահված անձանց գործունեությանը միջամտելու հետքերով, այդ թվում իրավապահ մարմինները, եթե կարձականք են, եւ երկրորդը մասով ես ներողություն առաջի հատվածով միգուցե դուք եք իրավասու մարմին, ով կազմակերպում է process-ը։ Ընտրական օրենսգիրքը հետևյալ կարգավորումն ունի, ասում է գործընթացի մասնակցին այլ կերպ քան ձերբակալելու կամ կալանավորելու
կերպով չեն կարող հեռացնել։ Եթե գործողությունները իրավաչափ են եղել, իրավասու մարմինները դրան կպատասխանեն։ Մի բան եմ ուզում ես ձեզ ասել, այո, այդ գրառումների, նոթատետրների հետ կապված գոնե ես երկու դեպքում պահանջել եմ, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները, ովքեր վերցրել են, վերադարձնեն, այսինքն նախ ճշտել եմ ինչ ասել, այդ բլոկնոտա խաչերա դնում, թվերա գրած, Վրան հստակ մասնակցելիության վերաբերյալ ինձ ասել են, որ մի հատ բլոկնոտա վրան թվերա գրած, ինքը ջնջում է։ Ասում եմ, նորմալ է, վերադարձվեք վստահված անձին։ Չեմ իմացել, ում վստահված անձի մասին է խոսքը, որտեղ թեժ գծի միջոցով ահազանգ է եղել։ Հասկացա, հեռարձակվել է, չեմ ասել, ձերն է, մեկ այլինն է, այն ինչը, որ քվեարկության օրը հասանալի է եղել կամ ԿՀ-ն ինքը իր այդ կայքերը ուսումնասիրելու արդյունքով բացահայտել է, շատ օպերատիվ, գիտեք դուք, Տիկին Մելոյան, օպերատիվ լուծումներ ա տվել եւ ի օգուտ գործընթացի մասնակիցների։ Տիկին Մելոյան, ես կասեմ, որ մենք ամբողջ 2005 տեղամասերից ունեցել ենք մեկ դեպք, երբ որ վստահված անձը, չէ՞, վստահված անձ թե դիտորդ, որ երբ որ վստահված անձին հեռացրել են եւ այդ հատուկ ուսումնասիրել ենք ու այդտեղ հետաքրքիր հանգամանքը, որ հանձնաժողովի բոլոր անդամներն էին կողմ արտահայտվել, դիտորդներն էին տեղամասում եղած իրենց գրառումներով հաստատել, որ այդ վստահված անձը ընտրության ընթացքը խոչընդոտել է։ Այսինքն այդ հատուկ ուսումնասիրել ենք ու տեսել ենք, որ այդտեղ բոլորը ով ներկա է եղել, բոլորը կողմ են եղել, այսինքն հանձնաժողով, դիտորդ, այլ քաղաքական ուժերի վստահված անձ չեմ էլ հասկանալի է, պարոն Հովակիմյան, այսինքն երկու դեպք եք արձանագրել, ասեմ ավելին, մենք եւս մի քանի դեպք ունենք, կոնկրետ հստակ երկու դեպքեր է եղել, երբ մեր ուժեղ Հայաստանի վստահված անձանց կողմից խախտում արձանագրելու փորձի արդյունքում դուրս է հրավիրվել տվյալ վստահված անձը եւ ծեծի է ենթարկվել, այդ դեպքերով եւս հանցագործության մասին հաղորդումներ են եղել եւ կուզեի տեղեկանալ արդյոք էլի կրկին գործընթացները մեկնարկված են եւ ընթացքի մեջ են այս հարցադրումները սուղում է իրավապահ մարմիններին, եթե այս process-ները ընթացք են ստացել, որովհետեւ նախորդիվ փորձառություն ունենք, որ մեր պարագայում երբ հանցագործության հաղորդում են Իսկ այս դուք սկսում եք որովհետեւ արդեն հարցը մոռացվում է։ Եկեք հարցը պատասխանենք։ Հարցին պատասխան կխնդրեմ Եվ ում եք ու ում այդ հարցը։ իրավապահ մարմիններից կլինի դատախազությունը։ Ավարտեցիք հարցերը կենտրոնական ընտրական թե խառն եք տալու։ Խառն եմ տալու, որովհետև զուգակցվում են։ Իսկ իրավապահներից ուղղակի ում եք ուղղում այդ հարցը։ Իսկ իրավապահները Արձանագրում անեն, արդյոք կա այս դեպքերով, որոնք նաև հանրամատչել են եղել, հարուցված գործեր ու ընթացք։ Կոնկրետ այս պարագայում ուշադրության չի մատնվում, էլի հաշվի առնելով իրավապահների ակտիվ ներգրավվածությունը ընտրական process-ների։ Երևի ներքին գործերի նախարարության Բարձրդատարան կոնկրետ չգիտենք, որ դեպքերի մասով է հարցադրումը, համենայն դեպս ընտրական գործընթացին մասնակցելու սուբյեկտներին իրավունքների խախտման մասով մենք ունեցել ենք նախընտրական շրջանում 5 դեպք, ընտրությունների օրը 7 դեպք եւ բոլորի վերաբերյալ ունեցել ենք համապատասխան ամփոփագրեր եւ նյութերը ներկայացվել են նախաքննական մարմիններ, եթե սրա մասին է խոսքը, չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ինչ դեպքերով է, եթե առանձին դեպքերով է կարող ենք ճշգրտել հավելյալ կարող եք ձեզ հետաքրքիր կոնկրետ դեպք արդյոք այս դեպքերը ուժեղ Հայաստան դաշինքի վստահված անձանց են Այս պահին ես չունեմ կոնկրետ թե ում է առնչվում, ես ունեմ ընդհանուր ամփոփագիր, ընդհանուր տեղեկատվությունը, եթե անհրաժեշտություն կգտնի բարձրդատարանը, որպեսզի մենք ճշգրտենք կոնկրետ այս դեպքերը ում են առնչվում, կարող ենք ճշգրտել եւ հավելյալ տեղեկատվությունը ներկայացնել դատարանին։ Եթե կարելի է միանգամից ձեր մարմնին ուղղված հարցերս էլ ուղղեմ, քանի մոտեցել եք, հարցի նպատակը հետեւյալն է՝ ցույց տալու արդյոք իրավապահ մարմինների ներգրավվածությունը ունի համակողմանի բնույթ եւ բոլոր ուժերի պարագայում է նման հետեւողականություն դրսեւորվել, որովհետեւ այո, նման միջամտությունները եւս ազդեցություն են ունենում ընտրությունների կազմակերպման, այդ թվում քաղաքացիների կողմից իրենց ընտրական կամքի ազատ իրականացման դեպքում։ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը, ինչպես
ինչպես դուք տեղեկացրիք, տեղեկանքներ է տրամադրել լրացուցիչ ցուցակներում ներգրավելու վերաբերյալ։ Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, հատկապես քվեարկության օրը, որ մի շարք քաղաքացիների, ովքեր մոտեցել են լրացուցիչ ցուցակներում ներգրավելու նպատակով, իրենց համապատասխան տեղեկանքների տրամադրումը մերժել է։ Արդյոք դուք տիրապետում եք նման տեղեկատվության, թե որքան մերժում է եղել, թե հենց բուն քվեարկության օրը, թե մինչ քվեարկության ժամանակահատվածում կխնդրեի այդ տվյալները տրամադրել։ Մինչև ընտրությունների վերջնական ցուցակների հրապարակումը եւ ընտրությունների օրը ընտրական ցուցակներում ներառվելու, այդ թվում նաեւ լրացուցիչ ցուցակներում ներգրավելու վերաբերյալ դիմումները բավարարվել են 22000-ից ավելի, մերժվել են շուրջ 7000-ը, այս մասին տեղեկատվությունը կոնկրետ թվերով ներկայացված է նաև բարձր դատարանին, շուրջ 7000-ի մասով, յուրաքանչյուրի մասով կա պատճառաբանված հիմք, թե ինչու է դիմում է մերժվել, դրանցից դատական կարգով ընդհանուր առմամբ բողոքարկվել են 294-ը, 294-ից դատարաններում բավարարվել են 5-ը, ընդամենը 5-ը, որոնցից 3-ը հետագայում բողոքարկվել են, կարճվել են այդ գործերը եւ ընդհանուր առմամբ 294 դատական գործերից բավարարվել են միայն 2-ը։ Էական թիվ է ըստ էության, քանի որ խոսքը հատկապես մեկ ամբողջ ուժի անցողիկության շեմի խնդիր է, մոտ 150 ձայնի մասին է խոսքը, ես կխնդրեի բարձր դատարանի նաև այս թվի վրա ուշադրություն դարձնել, 7000 մերժված դիմումի մասին է խոսքը, որովհետև իրապես բազմաթիվ ահազանգեր ենք կոնկրետ մենք ստացել ունենալով թեժ ահազանգերի նպատակով։ Ներողություն եմ խնդրում, եթե թույլ կտաք հավելեմ նշվածի վերաբերյալ։ Այս դիմումների մերժումը որևէ պարագայում չի կարող ընկալվել եւ չի կարող բացատրվել որպես անձին ընտրական իրավունքի մերժում, ընտրական իրավունքի իրացման հնարավորության մերժում։ Մենք խոսում ենք այն դեպքերի մասին, երբ որ անձինք ցանկանում են ընտրել օրինակ ըստ գտնվելու վայրի։ Եթե անձի դիմումը ըստ գտնվելու վայրի ընտրական ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ մերժվում է, դա չի նշանակում, որ անձը չկա որևէ ընտրական ցուցակում։ Նա կա իր հաշվառման հասցեով համապատասխան ընտրական ցուցակում։ Այսինքն ցանկացած պարագայում օրենսդիրը նախատեսել է համապատասխան կառուցակարգեր, որոնցով ապահովվում է անձի ընտրական իրավունքը այս կամ այն կերպ։ Կներեք, մեր ահազանգերի բնույթը կայացել է նրանում, որ շատ հաճախ անգամ մարդիկ հաշվառված լինելով այնուհետև իրավասու մարմնի կողմից հրավիրվել են եւ լրացուցիչ խնդիրներ է առաջացվել ընդհանուր մինչեւ հաշվառումը արդեն իսկ ծանոթված լինելու պարագայում մերժվել է, հետեւաբար կխնդրեի նորից կցանկանայի բարձր դատարանի ուշադրությունը այս թվի վրա հրավիրել։ Ինչ է նշանակում հաշվառումը մերժվել է։ Այսինքն մարդը ծանուցում է ստացել, որ հաշվառված է կոնկրետ իր համար դիմում ներկայացված ցանկալի հասցեում, այնուհետև կոնկրետ իրավասու մարմնի կողմից հրավիրվել է եւ ասել են խնդիր է ծագել ձեր հաշվառման հետ կապված, այդ դիմումները առկա է, կոնկրետ ահազանգ են ելի քաղաքացիների կողմից ներկայացվել եւ ասել են պետք է նորից ձեր թղթերը ներկայացնել արդեն մայիսի 26-ից հետագա ժամանակահատվածում ու ըստ էության մարդկանց հնարավորություն չի տրվել մասնակցելու ընտրական գործընթացին։ Եթե թույլ տաք պարզաբանեմ այս մասով բարձր դատարան, միգուցե հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ որ դիմումում կան որոշակի անճշտություններ, ստուգման ենթակա հանգամանքներ եւ այս մասով իրականացվում է վարչարարություն, որը կարող է որոշակի ճշգրտման տեղիք տալ, բայց չկա մի այնպիսի իրավիճակ, որ վարչական մարմինը մերժում է անձի ընտրելու իրավունքը։ Նման իրավիճակ չկա։ Նույնիսկ այն իրավիճակում, երբ որ ընտրության օրը անձը ցանկանում է իրացնել իր ընտրական իրավունքը, օրինակ չունենալով նույնիսկ հաշվառում, այդ մասով նա լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դիմումը մերժվում է, որովհետև չկա ուրեմն ընտրական օրենսգրքում այնպիսի հիմք, որով հաշվառում չունեցող անձին տվյալ օրը ընդգրկենք լրացուցիչ ցուցակում, սակայն անձը բողոքարկում է այդ մերժումը վարչական դատարանում եւ վարչական դատարանը պարտավորեցնում է վարչական մարմնին անձին ընդգրկել այս կամ այն ընտրացուցակում։ Ըստ այդմ բոլոր կառուցակարգերը, որպեսզի անձը ապահովի իր ընտրելու իրավունքը, առկա են եւ մարդիկ դրանցից օգտվել են։
Կներեք, բայց ստացվում է, որ դե յուրե մարդկանց ընտրական իրավունքը արդյունքում մերժվել է։ Ու այս հարցը ամփոփենք, հաջորդ հարցին ասնեմ կրկին ձեզ ուղված, մենք ուսումնասիրություն ենք հասանելի բաց աղբյուրներից իրականացրել, մոտավորապես 60,000 պլյուս հասցե կային, որտեղ 10-ից ավելի անձ էր հաշվառված եւ արդեն 689-ից պլյուս հասցեներ են, որտեղ 20 պլյուս անձ էր հաշվառված, այդ թվում մի քանի տասնյակ հասնող անձինք, որոշակիորեն կրկին բաց աղբյուրների ուսումնասիրությամբ մենք ինքներս վեր ենք անել, որ որոշ դեպքերում օրինակ հոգեբուժական հաստատություն է եւ այլն, բայց մի շարք դեպքերում էլ կրկին կասկածելի է թվացել այդ թվականակը։ Ես անձամբ ներքին գործերի նախարարություն դիմում եմ ներկայացնել, հստակեցնել թե ինչով է պայմանավորված քաղաքացիների այս մեծաքանակ հաշվառումը եւ ըստ էության դիմումում որևէ հստակ պատասխան չի տրվել, հղում է կատարվել անձնական տվյալների գաղտնիությանը եւ այլն եւ այլն։ Այստեղ երևի թե միջնորդություն կներկայացնեմ, բարձր դատարանին կներկայացնեմ այս հասցեները, այդ թվում նաեւ ձեզ ու կխնդրեմ պարզաբանում տալ տվյալ հասցեներում հաշվառված անձանց եւ նրանց ընտրությունների մասնակցելու հետ կապված հարցադրմանը։ Կոնկրետ հարց թերևս չեն։ Հարցը հետևյալն է, քանի որ դիմում եմ դες պաշտոնապես ներկայացրել ու հստակ պատասխան չի հնչել, ինչով է պայմանավորված չհստակեցնելով, երբ հարցադրումը հստակ է եղել, պարզաբանելու, թե ովքեր են տվյալ անձինք եւ ովքեր են հաշվառված տվյալ հասցեներով եւ ինչ նպատակով է այդքան մեծականակությունը, արդյոք տարօրինակ համաչափություն, որը կրկին միջամտության հնարավորություն է տալիս ընտրական գործընթացին, արկա չէ։ Այս հարցադրումների պատասխանները ըստ էության պատասխանագրության մեջ չեն բարձրացվել։ Տիկին Մելոյան, եթե դուք այլ անձանց անձնական տվյալների վերաբերյալ հարցում եք իրականացում, բնավ այդ տվյալները շնորհակալություն բարձր դատան, եթե հարցում է իրականացում այլ անձանց անձնական տվյալների վերաբերյալ առանց նրանց համաձայնություն ունենալու կամ օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով, բնականաբար նմանատիպ հարցումները պետք է մերժվեն։ Հիմա ինչ վերաբերվում է մեծաթիվ հաշվառումներին կամ այն դեպքերին, արդյոք այդ հաշվառումները կասկածելի են թե ոչ։ Մենք գնացել ենք յուրաքանչյուր ահազանգի հետևից եւ ուսումնասիրել ենք յուրաքանչյուր դեպք։ Չունենք որևէ ոչ իրավիճակ։ Այո, մեր օրենսդրությունը բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքը, այնուհետև այն համապատասխան կիրարկող կառավարության 1231 որոշումը քանի որ ժամանակի սահմանափակում ունենք, հնարավորինս արագ։ Այդ ամենը պատասխան ստացել ենք, էլի, ես ավելի իրատեսական բարձր դատանի քննության տեսանկյունից հարցադրում եմ։ Պատասխանը ավարտի, ես մի առաջարկություն կանեմ կամ հորդոր կամ խորհուրդ ավարտեք։ Շնորհակալ եմ բարձր դատան։ Միտքը հիմնական այն է, որ մեր օրենսդրությունը չի սահմանում որևէ վերին շեմ, թե որքան անձ կարող է հաշվառված լինել որևէ կոնկրետ հասցեում։ Մեր օրենսդրությունը սահմանում է երկու եղանակ, ուրեմն սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառում եւ փաստացի հաշվառում համայնքային ոստիկանի գնահատմամբ։ Այս երկու եղանակներն էլ կիրառվել են յուրաքանչյուր այդ ուրեմն հաշվառումները իրականացնելիս եւ այն պնդումները, թե հաշվառումները իրականացվել են ապօրինի, բացարձակ որևէ փաստական կամ իրավական թույլ չունեն։ Տիկին, իմ հորդորը ձեզ եւ իմ խորհուրդը, ուղղակի հարցադրում ինչու է նաեւ պատասխան այդպես, որովհետեւ միշտ ձեր հարցադրմանը նախորդում են 1, 2, 3 եւ ավել պնդումներ եւ դատողություններ եւ վերլուծություններ։ Օրինակ, այդտեղ բնավ պնդում չկար բարձր դատարան։ Դե միայն սրա մասին չի խոսքը, հետո եկեք միայն վերջի արտահայտությամբ չի եզրափակենք, ամբողջ պատասխանը դիտարկենք, հա, իր տրամաբանական բանի մեջ, ամբողջության մեջ եւ պատասխանն էլ այդպեսին են լինելու, այսինքն հարցը բավական երկար է հնչում եւ այնտեղ շատ պնդումներ են, շատ եզրահանգումներ եւ պատասխանել բնականաբար այս տեսակի խորությամբ պետքա լինի։ Ես կխնդրեմ պնդումներ չանեք, հարցը ինչքան հնարավոր է համառոտ ձևակերպեք եւ ձեր համար էլա, որովհետեւ կհարցնեք այս 30 րոպեն, որ մնացել է միջև ընդմիջումը, ավելի շատ հարց տալ։ Եվ մնացած եզրահանգումները ել եմ որտեղ թողեք եզրափակիչ մասի համար։ Ես վերջին հարցադրումն է ներկայացնեմ, կոնկրետ հստակ տեղամասային կենտրոնում կրկին ահազանգերել ենք ստացել, բայց այստեղ կոնկրետ ասեմ 17-25-ի մասն է խոսքը, քաղաքացի է ֆիքսվել վստահված անձանց կողմից, ում ձեռքին քվյախցկից դուրս գալուց 2 ծրար է եղել, 2 ծրարում էլ քվյաթերթիկով ըստ էության արդյոք այս հետքով եւս կա հարուցված գործ եւ արդյոք կա նաեւ երևի թե բարձաբանում, թե ինչպես է քաղաքացի
ընթացու մոտ 2 ծրար հայտնվել եւ ըստ էության հնարավոր է կրկնակվյարկության դեպք է արձանագրվել։ Շնորհակալություն։ Տիկին Մելոյան, ես նշեցի տվյալ օրվա ամփոփագրի տվյալները, ըստ այդմ այս կոնկրետ դեպքով անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրություն եւ նշել, թե այդ դեպքը ներառված է այդ թվի մեջ, թե ոչ։ Եթե անհրաժեշտություն տեսնի բարձր դատարանը, մենք ուսումնասիրենք եւ դա կներկայացնենք եւս բարձր դատարանին։ 10 Շնորհակալություն։ 17-25 տեղամասի մասին հավելյալ ուսումնասիրություն կիրականացնենք եւ կներկայացնենք։ Շնորհակալություն։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ դա արձաբանվում Ուղղակի թող արձանագրեն արդյոք ընթացք տրված է տվյալ ահազանգին։ Եթե կարելի է շարունակեմ, շնորհակալ եմ, արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին հարցադրումներս ուղղեմ, տեսեք, քանի որ տեխնիկական բնույթի են մեծապես նաև եղել խախտումներ, որոնք արձանագրել ենք եւ որոնք էականորեն կարող են էլի արդյունքների վրա ազդեցություն ունենալ, արդյոք այս հետքերով կան կրկին հարուցված գործեր, մասնավորապես մի շարք տեղամասային կենտրոններում երևի թե թվարկեմ, որպեսզի ձեզ էլ հեշտ լինի հետո հետքերով գնալ, քվեատուփերի կապարակնիքը բացակայել է կամ ավելի ուշ է կապարակնքվել, քան նախատեսված էր, կամ միայն թղթյա կապարակնիք է եղել։ Խոսքը 2/12, 2/17, 4/27, 7/24, 8/34, 8/20, 8/32, 8/19/15, ընդ որում վերջի երկու դեպքը ընդամենը մի կողմից մի կապարակնիքով է կապարակնքված եղել, 16/12, 17/20, 17/72, 18/32, 18/59, 19/10, 24/31, 27/27, 29/30, 29/41, 31/53։ Այստեղ նաև մեկ կարևոր ահազանգ կա, որը ես ինքս հրապարակել եմ եւ կուզեի հասկանալ այս տեղամասային կենտրոնի հետ կապված ինչ զարգացում է եղել, որովհետեւ 7/41 տեղամասային կենտրոնում հանձնաժողովի նախագահան տեսանելիորեն քվեարկության ընթացքում քվեատուփը վերցնում է եւ բերում է, տեղադրում է տեսախցիկի հետևի հատվածում։ Տեսանյութն ենք հրապարակել, խնդրեի ներկայացնեք արդյոք ուսումնասիրություն տեղի ունեցել եւ եթե ներքին գործերի նախարարությունը տեղյակ է հարուցված քրեական գործի մասին, նաեւ այդ մասին բարձրաձայնեիք, շնորհակալ եմ։ Տիկին Մելոյան, կարող է 20:00-ից հետո, երբ որ ավարտվել է բան Ոչ, ընթացքում, հստակ ընթացքում ես հրապարակել եմ տեղամասային այսօր տեսանյութը գնայենք ինքս կարող եմ տրամադրել հետագա շնորհակալություն մեր տրամադրածը տրամադրեք այլ հատված ասեք մենք գնայենք ինչ վերաբերում է ձեր կողմից թվարկված այդ քվեատուփին հա որ մի կողմից Մեծամասամբ երկու կողմից էլ չեն եղել կապարակնքված, մի քանի դեպք 2-3 դեպքում միակողմանի է կապարակնքված եղել։ Շատ լավ, այդ ընթացակարգը խախտվել է, բայց դրա հետևանքով ինչ որ խնդիր, խախտում առաջացել է։ Արդյոք մենք կարող ենք վստահ լինել, որ չի առաջացել, որովհետև մի շարք դեպքեր, որտեղ հիմա ես տեսեք, պայմանական մի շարք դեպքեր։ Դուք հիմա փոխադարձ հարցու պատասխան եք տալիս արդեն։ Դարձել է դառնում է երկխոսություն։ Ես խնդրում եմ էլի բարձր հարցը հետևյալն է։ Տվյալ մոտ 2 տասնյակից ավելի տեղամասային կենտրոններում կարգեական խախտում է եղել, այսինքն հասանելիություն է եղել քվեատուփին բացելու հնարավորություն է եղել եւ որոշ ժամանակահատվածներում դրանցից ժամերը ֆիքսված էլի կրկին թե բարձր դատարանին թե կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրամադրվեն տեսանելիությունը սահմանափակվել է տևական ժամկետով արդյոք այդ ժամանակահատվածում չէր կարող որևէ միջամտություն տեղի ունենալ մեզ համար այս հարցը բաց է մնում եւ ըստ էության կարող ենք հնչեցնել մտահոգություն որ այդպիսի հնարավորություն արկա էր եւ ինչ է թե ԿՀ-ն թե կրկին իրավապահ մարմինները նախաձեռնել կանխարգելելու եւ եթե չի կանխարգելվել այնուհետև բացահայտելու ուղղությամբ Կարող էր միջամտություն լինել թե չէր կարող միջամտություն լինել ինչ գործողություններ է կարող որ կանխել Բարձր դատարան ես գրում եի
հիմնականում մի քանի տեղ չեմ հասցրել, եթե կարելի է ամբողջ ցանկը տվել, եւ եթե պետքա վաղը կանդրադառնանք, եթե ամփոփիչ մեր ելույթում անդրադառնանք կլինի, տենց կանենք, եթե ոչ կփորձենք վաղը այդ ամբողջ պետքա նայել նաև այդ տեղամասերում արձանագրությունները։ Հարցը դատան ձեր հարցին ըստ էության ձեր ստակեցնող հարցին չէր կարող միջամտություն լինել, բայց որ ինքը ընթացակարգային նման մենք ունեցել ենք ահազանգեր, որ ընթացակարգային խախտում է եղել հատուկ դրանից բացի նաև կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տված ինքնակպչում հատուկ թղթյա այսպես ինքնասոսնձվող հատուկ, որ ինքը այսինքն ինքը փակցնում են եւ ինքը այլևս առանց պատրելու չես կարող դա բացել եւ այդտեղ վստահված անձ, դիտորդներ հատուկ վստահվածանձերը ստորագրում են սովորաբար այդ հատվածում, որ իրենց ստորագրությամբ նաև փաստում են, որ քվեատուպը չի բացվել։ Սա ես ինչ եմ ասում, որ նաև մենք երբ որ ունենում ենք նման ահազանգեր տեղամասերից, նաև դրանով է պայմանավորված, որ հետագայում արդեն ընտրությունից գնահատում են լիցենզիայի զրկելու հարցերը։ Տեսեք, երբ որ հետ post factum լիցենզիայից զրկում եք, արդեն այդ խախտող հանձնաժողովականները ներազդեցություն են ունենում ընտրողի կամքի վրա եւ ընտրական գործընթացի վրա։ Մեր ամբողջ ահազանգը ընտրական process-ում եղել է ու կայացել է նրանում այդ թվում մեր դիմումները, որ խախտումներ թույլ տվող հանձնաժողովների գործունեությունը հնդածս կասեցվեն, ինչը եւ ենթադրում է օրենսդրությունը։ Եթե կարելի է հաջորդ հարցադրումս վարչական ռեսուրսի հետ կապված, տեսեք, նույն է կրկին խնդրում եմ թե իրավապահ մարմիններին, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովին արձագանքել վարչական ռեսուրսը որպես շահարկվել է նաև թե վստահված անձանց, թե հանձնաժողովի անդամների ներգրավվածության տեսքով, որպես այդպիսիք են հանդես եկել համայնքապետարանների, մարզպետարանների աշխատակիցները, գյուղապետեր շատ հաճախ, կարող եմ էլի կրկին տրամադրել տեղամասային կենտրոնների անունը, ովքեր այդ թվում որպես իրավասու անձ չեն հանդիսացող վարչական ռեսուրսի ներկայացուցիչներ, օրինակ գյուղապետերը, ինչի մասին մենք ընտրության օրը, քվեարկության օրը ահազանգել ենք, տևական ժամանակահատված ներկա են գտնվել կոնկրետ տեղամասային կենտրոններում ու պարբերաբար միջամտել են ընտրողների կամքին կամ բազմաթիվ տեսանյութեր, ինչպես են մտնում քվեախուց, մարդկանց ուղղորդում, մարդկանց հրահանգավորում, արդյոք այս դեպքերով կրկին կարող են մի քան տեղամասերը շարադրել կամ տրամադրել, ինչպես նպատակահարմար։ Հարցը հետևյալն է. արդյոք այս հետքերով կան հարուցված քրեական գործեր եւ կրկին կոնկրետ դեպքերով ինչ է նախաձեռնել կենտրոնական ընտրական հանձնաժողովը կանխարգելելու նպատակով օրվա ընթացքում, որովհետեւ մեր ահազանգերը շատ հաճախ անարձագանք են մնացել եւ չի դադարեցվել անգամ երբ մեր վստահված անձինք դիմել են իրավապահ մարմիններին կրկին։ Նորից ինչպես նշեց պարոն Խունդկարյանը, բացատրություն եք տալի կամ եզրափակում։ Հարգելի բարձր դատան, ես փորձում եմ հարցերին զուգահեռ նաև ձեր ուշադրությունը։ Տեսեք, նույնիսկ խոսափողին իրան հաջողվում հարցերի համար է միանում միայն։ Հարցը խնդրեմ։ Գնա բոլոր ահազանգերը, բոլոր բողոքները, որ մենք քվեարկության օրը ստացել ենք, բոլորի հետից օպերատիվ գնացել ենք լուծումներ տվել են։ Չի եղել խնդիր, որը որ լուծում չի ստացել։ Այդքան է դա այդպես չի, փաստական հանգամանքներ կա, կրկին լրացուցիչ կտրամադրվենք ըստ տեղամասային կենտրոնների։ Եվ ամենակարևոր հարցադրումը, որը մտահոգիչ է եւ կարծում եմ օրինակ անձամբ ես դիտորդական առաքելության փորձառություն ունեցող նախորդիվ չէի արձանագրել, տեղամասային կենտրոններում ընտրացուցակների եւ հատուկ սարքավորումների կողմից տրամադրված կտրոնների թվերի անհամապատասխանությունն են եւ մենք առավոտվանից ահազանգեր էինք ստանում, որ խնդրեմ, որ կտրոնը, նախ առաջին խնդիրը, կտրոնները տրամադրվում են եւ վրայի թիվը չէր համապատասխանում ցուցակում համարակալման թվին։ Երկրորդ, շատ տեղամասային կենտրոններում ուղղակի չէին աշխատում սարքավորումները եւ համապատասխան լույսը չէր վառվում, բայց կտրոնը տրամադրվում էր։ Ու կրկին էլի մեր վստահված անձանց դիմումների պարագայում գործընթացը չէր դադարեցվում, որպեսզի սարքը համապատասխան հավուր պատշաճի տեսքին բերվեր։ Խնդրում եմ իրավասու մարմնի բացատրությունը սարքավորումների հետ կապված խնդիրներին։
ով որ պատասխանատու է եղել։ Սարքավորումների հետ կապված խնդիրների կհնա եւ ընտրողների ցուցակների թե թղթային, թե էլեկտրոնային եղանակով պատասխանատուն լիազոր մարմինն է, կարծում եմ ինքը կանրադառնա։ Ճիշտն ասած Տիկին Մելոյան ջան, չհասկացա, ինչ լույս չէր վառվում, ինչ չէր տպում։ Տեսեք, դուք ինձնից լավ տիրապետում եք, տպում էր։ Մատնահետքը տրամադրելուց սարքավորումը 3 տեսակ արդյունք կարող է ցույց տալ՝ դեղին, կանաչ կամ կարմիր լույս։ Որպես կանոն, եթե կտրոն է տրամադրում, կանաչ լույս է վառվում։ Շատ տեղամասային կենտրոններում, որոնք կրկին ըստ տեղամասերի կտրամադրեն, լույսը չի արձագանք է, չի վառվել, առանց լույս վառելու կտրոնը տրամադրվել է։ Նայեք, ուրեմն ուղղակի ինքը մի փոքր ժամանակատա, բայց շատ կարճ կասեմ, նայեք, եթե ընտրողը տվյալ տեղամասի ընտրող է եւ երբ առաջի անգամ է տեղամասում իր տեղամասն է, անցկացնելուց վերջինիս անձը հաստատող փաստաթղթում արկա տվյալները եւ այդ մատնահետքը անցնելու պատկերը հայտնվում է էկրանին կանաչ sense գունային հատվածով։ Եթե ընտրողը այդ տեղամասում չի հաշվառված, վերջինիս տվյալները չկա կամ կա եւ կարող է ասել դեղին ասում եմ ընդհանրապես լույս չի արձագանքել։ Ախր լույս չի լինում, ինքը պատկերն է։ Ես այդ եմ հասկանալի է, արձագանք չի անգույն լույս, անգույն բան։ Ընդհանրապես սարքավորումը կիսատ է աշխատել, ես անձամբ ձեզ ինքս էլ ահազանգել եմ։ Բարձր դատարան, ուրեմն ընդամենը ասեմ, որ ընտրատեղամասերում արձանագրում է եղել Երաշտյան, այսպես ասած, կասկադային ձևով է գործել սարքերի սպասարկման աջակցման կենտրոնի աշխատանքը եւ տեղամասային հանձնաժողովներից շատ արագ Տիկին Մելոյան ջան այն խնդիրները, որ եղել են, անմիջապես կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրականացեն խնդիր նոր եմ լսում, առաջի անգամ, եթե գոնե կասեք, որ տեղամասում է տես բան եղել։ Բացի այդ, պլյուս թվերի անհամապատասխանություն լիազոր մարմինը կպատասխանի, բայց խնդրում եմ տեղամասը ասեք, այդ սարքեր ուսումնասիրենք։ Ճիշտ է, պահեստում բավականին մեծ գործ է դա, աշխատատար, բայց կփորձենք հասկանալ։ Այստեղ առավել մտահոգության տեղի գտվել է այն, որ պահանջին դադարեցնել process-ը մինչև սարքի կարգավորումը ըստ էության ընթացք չի տրվել։ Նայեք, Տիկին Մելոյան ճիշտ է արել, որ ընթացք չի տվել, որտեղ օրենսգիրը եւ ընտրական օրենսգիրքը սահմանում են կարգավորում համարակալված կտրոնով քվեարկություն եւ անգամ եթե սարքը խափանվի ու չաշխատի, պետք է քվեարկությունը շարունակվի համարակալված կտրոնի Իսկ եթե համարակալված կտրոնի հետ էր համարակալման համապատասխանության խնդիրը չկա տենց բան մենք չունենք տենց դեպք արձանագրված Եթե կարելի է լավ արձագանքեք հաջորդ հարց Բարձր դատարան նմանատիպ 3 դեպք է արձանագրվել, խնդիրը բացառապես տեխնիկական տիրույթում է, դա ընտրացուցակի, հրապարակված ընտրական ցուցակների եւ տեխնիկական սարքի մեջ ներբեռնվող ընտրողների ցուցակի հերթական համարների համապատասխանության խնդիրն է, 3 դեպքում էլ 1 տողի տեխնիկական խնդիր է եղել, դրա համար չեն համապատասխանել իրար այդ երկու թվերը, բայց բոլոր դեպքերում ուղղվել են եւ բոլոր դեպքերում բնականon ընթացքը շարունակվել է, ամբողջությամբ հստակորեն իրականացվել է քվեարկությունը 3 դեպք ունեցենք նմանատիպ։ Հարգելի բարձր դատան, մեզ մոտ մի փոքր ավելի շատ են ցուցիչները, էլի ըստ տեղամասերի ես երկու ստեկ կներկայացնեմ եւ այստեղ հիմնավոր մտահոգություն է կրկին առաջանում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմա տասնյակ հազարավոր անձնագրային տվյալներ նաեւ ձեռքով են մուտքագրվել եւ ըստ էության այս թվերի մեջ իմիջել, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ամփոփել ու տրամադրել, թվային անհամապատասխանություններ գոյություն ունեն։ Շնորհակալ եմ եւ Բարձր դատան, եթե թույլ տաք այս հարցով Չէ, բարձրացրեցիք, խնդիր բարձրացրեցիք, ես ցանկանայի բարձրացնել։ Մենք էլ ենք դա ասում, արձագանքել։ Շնորհակալություն բարձր դատարան։ Երկու իրավիճակը պետք չի խառնել իրար։ Մի դեպքում, երբ որ ունեինք ընտրական ցուցակի եւ սարքավորման մեջ ընտրական ցուցակի համարների անհամապատասխանություն, դա բացառապես 3 դեպքում մեկ տողի խնդիր է եղել, որի պարագայում կարող էր նման խնդիր լինել եւ դա կարգավորվել է։ Ինչ վերաբերվում է ուրեմն ձեռքով աշխատակցի կողմից անձնագրային տվյալների մուտքագրմանը, այս մասին արդեն մի քանի
անգամ պարզաբանում ներկայացվել է բարձր դատարանին, որ մենք ունեցել ենք պատմական ամենացածր ցուցանիշը 79215-ը պատմական ամենացածր ցուցանիշն է նման գործողություններ կատարելու Հայաստանի ողջ ընտրական գործընթացում, եւ դա կարող է պայմանավորված լինել խիստ տարբեր իրավիճակներով, թե անձը հաստատող փաստաթղթի մեքենա ընթեռնելի դաշտում որոշակի թեկուս խազ կարող է լինել եւ այդ պատճառով կարող է սարքավորումը չընթերցել եւ սարքավորման միջոցով անձը հաստատող փաստաթուղթ ընթերցելը դա հավելյալ գործիքակազմ է, ինչպես արդեն նկարագրել էինք նախորդի ելույթներում, անձի նույնացման համար ընտրական տեղամասում։ Շնորհակալություն։ Կիմոնյան հաջորդ հարցը։ Հարգելի բարձր դատարան, նաև ես կխնդրեի, քանի որ հաշվի առնելով ներկայացրեցի տեղամաս ընտրատարածքները, որտեղ առավելապես չեն տեսաձայնագրվել, ինչպես ինձ հայտնի է արդեն միջնորդություն է եղել, որը բավարարվել էր, ներկայացնեին փակ ցուցակներով քվեարկողները ըստ ընտրատեղամասերի, հա, արդյոք չեն համընկել այդ տեղամասերը չտեսաձայնագրվող տեղամասերի հետ, քանի որ ըստ էության այստեղ հնարավոր է արգել կա բարձրաձայնելու, դա փակ նիստում կխնդրեի անդրադարձ կատարվեր այս հարցին։ Ես կխնդրեի այդ դեպքում, եթե ձեր պենսին նորվա ասածը կտրամադրեմ տվյալները, այո, իհարկե։ Ես կխնդրեի միջնորդության ձևով գրավոր ներկայացնել, որ մենք էլ հասկանայինք ինչի մասն է խոսքը եւ նաեւ քննարկեինք որպես միջնորդություն ինքնադատավորական այդ կարգավիճակով բավարարել չբավարարելու հարցը, նամանավանդ որ հարցադրումներից հետո, այս փուլից հետո մենք անդրադառնալու ենք քննարկելու ենք միջնորդությունները։ Լավ կլինի մինչև առավոտյան դուք դա ներկայացնեք։ Անպայման։ Հաջորդ հարցադրումս վերաբերում է տեղամասային կենտրոնների հասցեների փոփոխությանը, այստեղ կրկին կարծում եմ առավելապես ներքին գործերի նախարարությունն է իրավասու եւ պատասխանատու, տեսեք, մենք կրկին բազմաթիվ ահազանգեր ենք թե թեժ գծով, թե քվեարկության օրը ստացել տեղամասային կենտրոնների հասցեների փոփոխության վերաբերյալ, մարդկանց հաշվառման հասցեների փոփոխության վերաբերյալ ընդհուպ մինչև կոնկրետ մարդու համար սովորական տեղամասի փոփոխությունը, ընտանիքի անդամների, օրինակ մեկ հասցեում հաշվառված ընտանիքի մի կեսը տեղափոխվել էր նոր հաշվառման հասցե եւ ըստ էության մարդիկ նախապես չեն ծանուցվել այս փոփոխությունների վերաբերյալ եւ ահազանգերը երկու փուլի խմբի են տարանջատվում, մեկը նախնական մարդիկ փորձել էին ստուգել եւ իրենց չէին հայտնաբերել սովորական տեղամասային ցուցակներում, երկրորդ խումբը հենց քվեարկության օրը մարդիկ ժամանել էին եւ տեսել էին, որ այլևս ներառված չեն եւ տեղամասը փոփոխվել է։ Այստեղ հարցը կայանում է հետեւյալում, նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավորված իրավասու մարմին է բնականon հասանելիությունը ապահովելու, երկրորդը ինչով է պայմանավորված եղել եւ ես կխնդրեի տրամադրեիք, եթե ունեիք տվյալներ համեմատական 21 թվականի համապետական ընտրությունների, թե ինչ ծավալով է տեղամասային կենտրոնների հասցեների փոփոխություն տեղի ունեցել եւ ինչ պատճառներով։ Հանուն արդարության, որպեսզի հավասարակշռենք կողմերին, գործիքները եւ այդ իրավունքները, քանի որ մեր հորդորները միևնույն է որևէ կերպ չեն ազդում, այսինքն դուք ավելի շատ եզրափակիչ խոսքով եք հանդես գալիս կամ ավելի շատ գերակշռում է ձեր խոսքի մեջ եզրափակիչ խոսքը կամ բացատրությունները եւ մի փոքր մասը հարցադրումներ, ես էլ չեմ սահմանափակելու, խնդրեմ դա ձեր իրավունքների դեպքում շարունակեք, բայց հանուն հավասարության ես չեմ սահմանափակելու նաեւ պատասխանողին այն առումով, որ ինքն էլ անդրադառնա եւ հարցադրմանը ձեր եւ այն պնդումներին, որ դուք կատարում եք։ Հարգելի բարձր դատան, եթե ես նախախոսքը չասեմ, հարցադրումը ինքը տեղին չի լինի։ Չհավատացեք, պետք է փաստական հանգամանքները ներկայացնել։ Մի քիչ առաջ դուք փորձեցիք, շատ լավ ստացվեց, բայց դուք շարունակում եք նույն տրամաբանությամբ, հանուն հավասարության խնդիր չկա, չեմ սահմանափակում։ Առանց փաստական հանգամանքի հարցադրումը པարզ չի լինում։ Մենք հասկացանք, որ դա անել չենք անդրադառնում, բայց միևնույն ժամանակ հանուն արդարության չեմ սահմանափակելու նաև պատասխանողների կամ հարակից պատասխանողների խոսքը այս առումով, կարող են անդրադառնալ եւ ձեր հարցին, եւ ձեր պնդումներին։ Խնդրեմ։ Շնորհակալություն, բարձր դատարան։ Ինչպես են որոշվում տեղամասային հասցեները, տեղամասերի հասցեները։ Տեղամասերի հասցեների որոշման գործընթացին մասնակցում են 3 սուբյեկտներ. համայնքի ղեկավարը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը եւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը։
ներկայացվում է համապատասխան հասցեն, որը հարմարեցված է, հնարավոր է այդտեղ ընտրություններ կազմակերպել եւ այդ հասցեն ներկայացնում է համայնքի ղեկավարը։ Ըստ այդմ յուրաքանչյուր մասով, եթե ունենք հարցադրում, թե ինչու է ուրեմն այս ընտրական տեղամասը փոփոխվել, պետք է նաև հարցում կատարենք համապատասխան համայնք եւ հասկանանք, թե ինչ տրամաբանությամբ է համայնքի ղեկավարը առաջարկել, որպեսզի 3 սուբյեկտները համաձայնեն եւ որպես կանոն համաձայնում են, որովհետեւ համայնքի ղեկավարը առավել լավ իրազեկված է, թե իր համայնքում որ շենքշինությունը, որ համայնքային հիմնարկը ավելի լավ հարմարեցված է ընտրությունների կազմակերպման համար։ Հարցադրումս հետեւյալներ էլի, քանի տեղամասային կենտրոն է փոփոխվել, եթե հստակ տվյալներ ունեք, քանակի վերաբերյալ եւ հետո այնուհետեւ պատճառաբանության ինչու են օրինակ ոչ տրամաչափորեն ու համաչափորեն բաշխվել օրինակ նույն բնակարանի ընտանիքի անդամները 2 տարբեր տեղամասային կենտրոններում։ Ես կարող եմ նաեւ միջնորդություն ներկայացնել, եթե ձեր ձեռքի տակ այս տվյալները չկա, լրացուցիչ ներկայացնելու միտումով։ Տիկին Մելոյան, բնականաբար 2021 թվականի համեմատ թե որքան ընտրատեղամասի հասցե է փոփոխվել, պետք է այո համապատասխան միջնորդություն ներկայացնենք եւ մենք այդ թիվը պետք է ուսումնասիրենք եւ հանենք ներկայացնենք։ Այստեղ համատեղ աշխատանք ունենք կատարելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կկատարենք կներկայացնենք, որևէ խնդիր չկա։ Իսկ թե ինչպես է դուք հիմա երկրորդ մասը ձեր հարցադրման այն մասին է, թե ինչպես է կազմվում ուրեմն ընտրական ցուցակը կոնկրետ ընտրական տեղամասի։ Ընտրական օրենսգիրքը ունի կարգավորում, որ յուրաքանչյուր ընտրական տեղամասում չպետք է գերազանցի ընտրողների թիվը 2200-ը։ Եվ ըստ այդմ ընտրական տեղամասերի բաշխվածությունը հատուկ համակարգչային ապահովման միջոցով կազմվում է այդ տրամաբանությամբ, որ հնարավորինս մոտիկ տվյալ հասցեին, հաշվառման հասցեին, հնարավորինս մոտիկ ընտրական տեղամասը ընտրվի, բայց միաժամանակ յուրաքանչյուր ընտրական տեղամասում ընտրողների թիվը չգերազանցի 2200-ը, այս պարագայում չենք խոսում ընտրողների լրացուցիչ ցուցակների մասին, այլ խոսում ենք ընտրողների հիմնական ցուցակների մասին։ Այսինքն հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ մեկ հաշվառման հասցեում ընդգրկված անձանց որոշակի քանակ ընդգրկվի մեկ տեղամասում եւ նույն հաշվառման հասցեում ընդգրկված անձանց մյուս քանակը ընդգրկվի կողքի տեղամասում հաշվի առնելով տվյալ տեղամասի վերին ընտրողների շեմը, որպեսզի չգերազանցի 2200-ը, որը սահմանված է ընտրական օրենսգրքով։ Սա ես փորձում եմ բացատրել այն ալգորիթմը, որով աշխատում է համակարգչային ծրագիրը ձևավորելիս ընտրական ցուցակները։ Երկրորդ հանգամանքը ինչ վերաբերվում է ծանուցումներին, օրենսդիրը փոփոխություններ են կատարվել ուրեմն ընտրական օրենսգրքում եւ օրենսդիրը նախատեսել է, որ ուրեմն ներբեռնման եւ որոնման հնարավորությամբ ընտրական ցուցակները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքեջերում, ուրեմն համապատասխան ժամկետներում։ Բոլոր այդ գործընթացները կատարվել են այնպես ինչպես նախատեսել է օրենսդիրը։ Շնորհակալություն, 2 հարց էլ հակակոռուպցիոն կոմիտեին եթե կարելի է եւ իմ մասը հարցերի ավարտեմ։ Հարցադրումս հետևյալում է կայանում, հնարավոր է որոշակի գաղտնի տեղեկատվություն պարունակի, այնուամենայնիվ հնչեցնեմ, ինչպես բարձր դատանը հարկը գտնի պատասխանը, հակակոռուպցիոն կոմիտեն մեծապես իր հատկապես նախընտրական քարոզչության գործունեության մեջ մենք մեզ թույլ ենք տալիս գնահատական տալու, որ որոշակիորեն թիրախավորվել է մեր քաղաքական ուժը, հարցադրումս կայանում է հետևյալում Քանի օպերատիվ հետախուզական միջոցառում է նախաձեռնվել այլ քաղաքական ուժերի նկատմամբ, որովհետև դուք ձեր խոսքում նշեցիք, որ ըստ էության համաչափ են իրականացվել այս գործընթացները, հետևաբար դա արկա տեղեկատվությունը կխնդրենք տրամադրել կրկին, process-ի օբյեկտիվությանը եւ միջամտությանը գնահատական տալու նպատակով։ Դուք հիմա փաստաթղթեր պահանջեցիք։ Օրինակ, եթե գաղտնի տվյալ տեղեկատվությունը, էլի միջնորդություն ներկայացնեն, գոնե գաղտնի ձևաչափով տրամադրեն, թե քանի այլ մասնակից ըստ էության նշվեց, որ ընտրական process-ին 19 քաղաքական ուժ է մասնակցել, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են նախաձեռնել, որի արդյունքում կոնկրետ ուժերի վերաբերյալ իրենք անվանական հայտարարություններ են տարածել։ Հիմա ցանկանում ենք տեղեկանալ, քանի այլ մասնակից ուժերի նկատմամբ է նախաձեռնվել նման գործընթացներ ու օրինակ արդյունք չստացել։
Բարձր դատարան հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ենթադրյալ նախընտրական քարոզություն անելու վերաբերյալ հայտարարությունները փաստարկված չեն եւ հիմնազուրկ են։ Անդրադառնամ հարցի պատասխանին բուն։ Իմ կողմից հնչվեց իմ պատասխաններում խոսք, որ տարբեր քաղաքական ուժերի վերաբերյալ իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Սակայն համաչափության մասով ես իմ բացատրությունների մեջ եմ նշել, ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացրել է ըստ քաղաքական ուժերի, այլ ըստ ստացված տվյալների։ Այսինքն, օպերատիվ հետախուզական միջոցառումների հիմքը տվյալն է, կոնկրետ քաղաքական ուժի համակրի ներկայացուցիչի կողմից ենթադրյալ ընտրական կոռուպցիոն հանցագործություն կատարելու վերաբերյալ։ Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը վարույթ նախաձեռնելու որոշումն է։ Հետևաբար, բոլոր այն քաղաքական ուժերի վերաբերյալ, այդ թվում իշխանության, այդ թվում ընդդիմության, երբ որ ստացվել է տվյալ, հաղորդում կամ տեղեկություն, իրավական արձագանքը չի ուշացել։ Չկա մի հաղորդում, տվյալ, տեղեկություն, որ հակակոռուպցիոն կոմիտեն անպատասխան թողած լինի։ Ինչ վերաբերում է կոնկրետ տվյալներ ներկայացնելու։ Քանի որ օպերատիվ ստուգողական գործողությունները վերաբերում են այստեղ ներկա քաղաքական ուժերի մի մասի ենթադրյալ առնչություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկություններին, ուստի այդ տեղեկության տրամադրումը բացի պետական գաղտնիքի պահպանության ներքո գտնվելուց կարող է վնասել նաև ընդհանուր գործընթացին։ Ես կարող եմ միայն նշել, որ ներկայումս 100-ից ավելի ստուգողական նյութեր կան, որոնք օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների կողմից ստուգման փուլում են։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ հարցադրումս ընդհանուր համամասնությանն էր վերաբերում մասնակից ուժերի եւ նպատակային էր եւ երկրորդ հարցադրումն էլ դուք ձեր ելույթի ժամանակ հղում արեցիք իմ խոսքերին որպես, չգիտեմ, փաստական հանգամանք շանթ հեռուստաընկերությունում տրված հարցազրույցի նախ այդ կոնտեքստից կտրված էր նախաշեմ ուներ, արդյոք դա նշանակում է, որ ընտրախախտումների վերաբերյալ հայտարարություններս եւս փաստական հանգամանք են եւ երկրորդ այս նույն հարցադրման հետքերով այնտեղ մասնակից էր մյուս կողմը դիտորդական առաքելության ներկայացուցիչ եւ կրկին խոսեց, որ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդումներ հայտնի միջոցառումների հարցադրումս հետեւյալն է, արդյոք այդ հետքերով կան հարուցված քրեական գործեր եւ ինչ փուլում են դրանք գտնվում։ Կոնկրետ միջոցառումների մասին էր, որոնց ֆինանսավորման հետ կապված պետական միջոցառումների իրենք վերապահում ունեն։ Հարգելի դիմողի ներկայացուցիչ, կխնդրեմ կոնկրետացնել, թե ինչի մասին է, որովհետև ես չգիտեմ ձեզ այդ վիճողը կոնկրետ ինչ բովանդակությամբ հարցազրույցը հավանաբար դիտել եք, որ հղում կատարեցիք։ Կոնկրետ մասնակից Դանիել Լեոնիսյանը հղում էր կատարում, որ քաղաքացիական պայմանագրի հետ կապված հանցագործության մասին ըստ էության հաղորդումներ է ներկայացրել, պետական միջոցառումների ցանկանում ենք տեղեկանալ իրազեկվել արդյոք ընթացք տրվել է եւ ինչ փուլում են դրանք գտնվում։ Պետական իրականացված միջոցառումների վերաբերյալ Դանիել Լեոնիսյանը, եթե դուք չեմ ուղղակի կալում, որ միջոցառումների մասին է խոսքը, բայց առօրյա հանցանքի մասին հաղորդում չի ներկայացել։ Կամ ամուլում հրապարակված տեղեկություններ, որ դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ այլն, բայց մենք հաղորդում չենք ստացել։ Ինչ վերաբերում է իմ կողմից ձեր վերաբերյալ հնչած տեղեկությանը, ես որևէ փաստական տվյալ չեմ ներկայացրել։ Ցիտում եմ բառացի։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ սեփական հրապարակային գնահատականից չի բխում։ Ես ասել եմ, որ դա ձեր հրապարակային գնահատականն է, որտեղ դուք ձեր ֆեյսբուքյան ներքո այդ գնահատականն եք։ Այլևս հարցեր չունեմ, շնորհակալ եմ բարձր դատան։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, դուք դեռ 8 րոպե ունեք։